Բարև։ Ավարտում ենք Նոբելյան շաբաթվա ընթացքում բնական գիտություններում մրցանակ ստացած հայտնագործությունների մասին մեր պատմությունը։ Քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը վերադարձ էր քիմիական ստեղծարարության արմատներին։ Մրցանակակիրներն էին Սուսումու Կիտագավան, Ռիչարդ Ռոբսոնն ու Օմար Յակխին մետաղաօրգանական կարկասային ստրուկտուրաների հետ ֆունդամենտալ աշխատանքի համար։ Այդ ստրուկտուրաները ծակոտիների ահռելի քանակության մոլեկուլային կմախքներ են, որոնք կարող են որսալ եւ իրենց մեջ պահել այլ մոլեկուլներ, գազեր, ջրային գոլորշի, դեղամիջոցներ եւ այլն։ Ձանձրալի է հնչում, բայց պատկերացրեք նյութ, որը կշռում է 1 գրամ, բայց ունի ներքին մակերևույթ, այսինքն ներքին պատերի մակերես, որը համատեղելի է մի ամբողջ ֆուտբոլային դաշտի մակերեսի հետ, ընդամենը 1 գրամում։ Նոբելյան հանձնաժողովը նշում է, որ մետաղաօրգանական կարկասային ստրուկտուրաները տալիս են հնարավորություններ, որոնք նախկինում ֆանտաստիկ էին թվում՝ օդի մաքրում, ածխաթթու գազից, ջրածնային վառելիքի պահպանում, նոր տիպի կատալիտիկ ռեակցիաներ, թույների ֆիլտրացիա, դեղամիջոցների թիրախային մատակարարում, օգտակար նյութերի առանձնացում եւ այլն։ Փոքրիկ պատմական ակնարկ։ Ալֆրեդ Նոբելը պայթուցիկ նիտրոգլիցերին սինթեզած առաջին գիտնականը չէր։ Նրա ներդրումն այլ էր։ Նա ցույց տվեց ինչպես կարելի է նիտրոգլիցերինը դարձնել կառավարելի եւ քիչ վտանգավոր։ Նոբելը նիտրոգլիցերինը խառնեց դիատոմիտ անունով ծակոտկեն նյութի հետ։ Նիտրոգլիցերինը կայունացավ։ Այսպես ստեղծվեց դինամիտը, որը պակաս զգայուն էր հարվածների նկատմամբ շատ ավելի անվտանգ լեռնային աշխատանքների ու շինարարության համար։ Սա իսկական բեկում էր նյութերի կառուցվածքի քիմիայում։ Ճիշտ նույն կերպ 2025 թվականի մրցանակակիրները նրանք չեն հայտնաբերել նոր քիմիական նյութ, այլ եղած նյութերն օգտագործելով կառուցել են ստրուկտուրա, որը երկրաչափությունը հնարավոր է դարձնում այն, ինչ նախկինում շատ բարդ էր իրագործել։ Բնական կամ պատահական ծակոտիների փոխարեն մարդը կարող է նախագծել այնպիսի ծակոտեն ստրուկտուրա, որը հստակ կիրականացնի անհրաժեշտ ֆունկցիան։ Դեռ 1970-ականներին Ռիչարդ Ռոբսոնը հնչեցրել էր գաղափար, որ շինարարական բլոկերը, մոլեկուլները կարելի էր դիտարկել որպես գնդակներ ու փայտիկներ, որոնք միացված են հատուկ կապերով եւ ձևավորում են խոշոր ցանցեր։ Նա գիտափորձեր էր անցկացնում պարզ մոլեկուլների եւ մետաղների հետ, փորձելով ստիպել նրանց հավաքվել նախորոք սահմանված ստրուկտուրայում, որի ներսում կլինեն դատարկություններ։ Վերջինները հնարավոր կլիներ լցնել այլ նյութերի մոլեկուլներով։ Առաջին նյութերը փխրուն էին եւ անկայուն։ Լուծիչը հեռացնելուց հետո դրանք տրոհվում են կամ փոխվում էր ստրուկտուրան։ Աշխատանքն առաջ գցեց Սուսումու Կիտագավան։ Նա մշակեց եռաչափ կարկասներ, որոնք կայուն էին մնում անգամ առանց լուծիչի, ունեին կայուն ձև եւ կրկնվող ճարտարապետություն, իսկ ներսում կանալներ էին, որոնցով կարող էին անցնել մոլեկուլները։ Իր հերթին Օմար Յակխին վերցրեց արդեն գոյություն ունեցող սկզբունքներն ու վերածեց կոնստրուկտորի։ Հանգուցային մետաղական կենտրոններ, միացումներ, տարբեր երկրաչափություններ։ Նա ցույց տվեց, որ փոխելով միացման երկարությունն ու ձևը կարելի էր կառավարել ծակոտիների չափը, դրանց քիմիական հատկությունները, կարկասի կայունությունն ու վարքագիծը արտաքին մոլեկուլների հետ շփման ընթացքում։ Ինչ հնարավորություններ են տալիս մետաղաօրգանական կարկասային ստրուկտուրաները այսօր եւ ինչ կարելի կլինի դրանց միջոցով անել վաղը։ Կարելի է որսալ ու պահպանել ածխաթթու գազը։ Սա մթնոլորտում ածխաթթու գազի նվազեցման ու գլոբալ տաքացման դեմ պայքարի ամենաակտուալ եղանակն է։ Որոշ մետաղաօրգանական կարկասային ստրուկտուրաներ արդեն իսկ ցույց են տալիս զարմանալի բարձր արդյունավետություն ածխաթթու գազի կլանման հարցում։ Կարելի է պահպանել ու տեղափոխել այլ գազեր, օրինակ ջրածին, որը դիտարկվում է որպես մաքուր էներգետիկայի կարևոր բաղադրիչ։ Կարելի է իրականացնել սելեկտիվ ֆիլտրում եւ մաքրում, մետաղաօրգանական կարկասային ստրուկտուրաները կարող են որսալ թույներ, ռադիոակտիվ իոններ, մաքրել օդն ու ջուրը։ Այս ստրուկտուրաները կարելի է օգտագործել նաև որպես դեղամիջոցները թիրախային կերպով հիվանդ օրգանին հասցնելու միջոց։ Իհարկե, առայժմ կան մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել։ Առաջինը կայունությունն է։ Վաղ շրջանի մետաղաօրգանական կարկասային ստրուկտուրաները կայուն էին միայն լաբորատոր պայմաններում, լուծիչով եւ խիստ վերահսկվող միջավայրում։ Արդյունաբերական շահագործման դեպքում խոնավությունը, ջերմաստիճանը, քիմիական աղտոտումը կարող են ոչնչացնել կարկասը։ Երկրորդ խնդիրն արտադրության թանկարժեքությունն է։ Այն անհրաժեշտ է նվազեցնել նյութը մասսայական դարձնելու համար։ Երրորդ խնդիրը մասշտաբավորումն է։ Մի բան է լաբորատորիայում 1 գրամ կամ կիլոգրամ ստանալը, լրիվ այլ բան տասնյակ տոննաները։ Ու այստեղ կարևոր է նյութի հատկությունների պահպանումը։ Երբ Նոբելը ստեղծում էր դինամիտը, նա փաստացի փաթեթավորեց վտանգավոր նյութը անվտանգ ձևի մեջ, օգտագործելով բնական ծակոտկեն նյութ։ Երբ այսօրվա գիտնականները ստեղծում են մետաղաօրգանական կարկասային ստրուկտուրաները, նրանք ըստ էության փաթեթավորում են մոլեկուլներն ու մետաղները ստրուկտուրայում, որը անում է այն, ինչ նախկինում անհնար էր, հավաքում է, պահպանում ու ֆիլտրում ատոմների ու երկրաչափության մակարդակում։
Այս շաբաթվա գիտական տերմինը սպիտակ խոռոչն է։ Պատկերացրեք սև խոռոչ։ Այն կլանում է իր շուրջն ամեն ինչ՝ լույսը, աստղերը, մոլորակները։ Իսկ հիմա պատկերացրեք դրա հակառակը՝ սպիտակ խոռոչ։ Այն անում է ճիշտ հակառակը՝ ոչինչ չի կլանում, այլ դուրս է նետում։ Այո, սպիտակ խոռոչը դա հիպոթետիկ տիեզերական շատրվան է, որի ժայթքում է նյութը ու որին ոչինչ չի կարող մոտենալ։ Եթե սև խոռոչը մուտքն է, ապա սպիտակը ելքն է։ Սակայն հարց է առաջանում՝ ելք դեպի ուր։ Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության համաձայն սպիտակ խոռոչը կարող է լինել սև խոռոչի հայելային արտացոլանքը, եթե ժամանակը հետ պտտենք։ Այսինքն, եթե սև խոռոչը կլանում է նյութն ու էներգիան, ապա սպիտակը հակառակը դուրս է նետում դրանք կարծես տիեզերական հրաբուխ, որն աշխատում է հակառակ գրավիտացիայի ռեժիմում։ Որոշ գիտնականներ կատակում են, որ սպիտակ խոռոչն ուղղակի սև խոռոչ է, ում զզվեցրել է ամեն ինչ կլանելը։ Նա պայթում է դուրս նետելով միլիարդավոր տարիների ընթացքում կուտակվածը եւ անհետանում։ Այլ տարբերակի համաձայն սպիտակ խոռոչը կարող է ելք ներել տիեզերքի որևիցե հեռավոր անկյուն։ Այդուհանդերձ առայժմ սպիտակ խոռոչները գոյություն ունեն միայն թղթի վրա, հավասարումների տեսքով, ոչ ոք դրանք չի տեսել ոչ աստղադիտակներով, ոչ էլ ռադիոազդանշաններով, սակայն գաղափարը գեղեցիկ է, ու եթե հավատանք որոշ տիեզերագետների, մեր մեծ պայթյունը կարող է լինել հենց սպիտակ խոռոչի ծնունդ, որը դուրս է ժայթքել ամբողջ այդ նյութն ու էներգիան, որից առաջացել է մեր տիեզերքը, այնպես որ եթե սև խոռոչը դուռ է, որի հետևում ամեն ինչ անհետանում է, ապա սպիտակը դուռ է, որից ամեն ինչ սկսվում է։ Ուղղակի առայժմ ոչ ոք չգիտի որտեղ է այդ դրան բռնակը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։